Բարև ձեզ, Հայաց Երևանից հաղորդաշարն է Վանաձայնի եթերում, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է գրականագետ Գևորգ Էմինտերյանը։ Բարև ձեզ, ուրախ եմ, որ դարձյալ հնարավորություն ունենք Վանաձայնի եթերում զրուցելու եւ քանի որ տարին էլ նշանավորվում է Վահան Տերյանի Հոբելյանով, բնականաբար տարին տերյանական է, միշտ է տերյանական, սակայն այս տարին առավել նշանավորվում է հատկապես թանգարանի վերաբացումով, եթե այդպես ասենք, վերանորոգումից հետո պետք է բացվի նաև Վահան Տերյանի տուն թանգարանը Ջավախքում։ Ինչ է նախատեսված տարվա ընթացքում։ Բարև ձեզ, հարգելի Վահագն, շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն հարթակ տրամադրելու համար։ Այո, այս տարի վերաբացվելու է Վահան Տերյանի տուն թանգարանը Գանձայում, որը արվել է Ջավախ քինաջակցություն հիմնադրամի շնորհիվ, նրանց ջանքերով, նրանց կազմակերպմամբ, երկարատև դժվար գործ էր դա ու շատ շնորհակալ, որտեղ տունը արդեն քանդվում էր, տուն է 1850-ականների, ավելին պարզվել էր, որ ուրեմն հմուտ վերականգնողների ջանքերով գտնվել էր տան նախնական հատակագիծը, պարզվել էր, որ ընթացքում այնտեղ պատեր են ավելացվել, փոփոխություններ են արվել եւ այլն, եւ հիմա վերականգնվել է տունը ամբողջությամբ այնպես ինչպես պետք է լիներ, ինչպես կառուցել էր այդ տունը Տեր Գրիգորը, Տերյանի պապը։ Միջոցառումներ որպես այդպիսին պետական մակարդակով չկան կազմակերպված, ավելին ասեմ, հույս էլ չկա էլի որ կլինի, բայց կան այսպես ուսուցիչների, դպրոցների, տարբեր մարդկանց խմբերի, համայնքների ինչ-որ բաներ, որ իրենք կազմակերպում են, որոշներն ինձ են հրավիրում, որոշներին, չգիտեմ, ուրիշ մարդկանց են հրավիրում, միջոցառումներ լինում են, որովհետև Տերյանը մեր ամենակարդացվող, ամենասիրելի պոետներից մեկն է։ Դուք էլ մասնակցում եք միջոցառումներին եւ բնականաբար Տերյանի հանրահռչակման գործը նաև այդ պատվաբեր գործը ձեր գործունեության անբաժան մասն է։ Վերջերս տեղյակ եմ, որ Գորիսում կար նախատեսված միջոցառում, որին մասնակցեցիք։ Տերյանն ամենուր է, Տերյանի նկատմամբ հետաքրքրությունը ամենուր է, ոչ միայն Հայաստանում, Հայաստանից դուրս նաև։ Այո, Գորիսում եղավ մեծ միջոցառում, ուրեմն տարբեր տեղերում են լինում միջոցառումներ, տարբեր համայնքներում, գյուղերում, քաղաքներում։ Երեկ ես մոտ 200 ուսուցչի համար դասախոսություն կարդացի Տերյանի տաղաչափությունը վերնագրով, որովհետև այդ տաղաչափությունը ամենադժվար մասերից մեկն է եւ շատ քչերն են պատկերացնում, բայց դա մեր խոսքի Տերյանի պոեզիայի ամենամոգական, այսպես ամենադյութիչ, այսպես ասենք, բաներից առանձնահատկություններից մեկն է, որ իրականում այսպես շատ տքնաջան գիտական աշխատանքով ստեղծված մի բան է։ Ու սովորաբար ուսուցիչները, մասնագետները նույնիսկ լավ չեն պատկերացնում, թե ինչպես է այդ խոսքի ռիթմը ստեղծվում, շեշտերով ինչպես է Տերյանը երաժշտական դարձնում իր տեքստը եւ այլն, եւ շատ ուրախ եմ, որ ուսուցիչները գոհ էին եւ ասում են, որ կվերանային նաեւ իրենց մեթոդները։ Ցավոք սրտի այս նախաձեռնությունները անհատների կողմից են, պետությունը ոչ մի ուշադրություն չի դարձնում ու ոչ միայն Տերյանին, այլև մյուս բոլոր մեր դասական գրողների նկատմամբ պետությունը ոչ մի պարտավորություն չի ստանձնում։ Օրինակ Խորհրդային Միության տարիներին, եթե գրողը համարվում էր դասական, ապա եթե չեմ սխալվում, 10 տարին մեկ անգամ պետք է հրատարակվեր, տարածվեր, ինչ-որ բաներ արվեին եւ այլն։ Հիմա ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ոչ մի այդպիսի պարտավորություն չի ստանձնել, ոչինչ չի անում, բայց ես հույս ունեմ, որ մի օր սա կավարտվի։ Թեև ահռելի գործ կա անելու, էլի, եւ Տերյանի ստեղծագործությունները պետք է հրատարակել եւ վերահրատարակել, ստուգել, ակադեմիական տպել, գիտական կենսագրությունը գրել եւ հազար ու մի բան կա անելու։ Օտարերկրյա աղբյուրներ պետք է արխիվներ ուսումնասիրել, բայց ցավոք սրտի դա թողնված է
ինչ որ մարդկանց խղճի վրա։ Պարզ է։ Այս պահին մեր զրույցը պետք է ընդմիջենք, լսելու ենք Վահան Տերյանի բառերով գրված երգերից մեկը եւ շարունակենք մեր զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն է գրականագետ Գևորգ Կեմինտերյանը։ Լսում ենք Տերյան։ Խնդրեմ։ Իմ խաղաղ երեկոն է հիմա, մեղմալույս և տխուր և անուշ, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր առաջին իմ անուշ, իմ խաղաղ երեկոն է հիմա, մեղմալույս և տխուր և անուշ, քեզ երբեք սիրտս չի մոռանա, իմ մաքուր առաջին իմ անուշ, տարիներ կսահեր, կմեռնեն երասները բոլոր, քո պատկեր անեղծ կպահեր, օրերում անհաստատ ու մոլոր, Եվ տանջանք և բեկում և թախից, սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ, անունդ թող փարոս լինից, սուտ կյանքի և դառը մահուդեմ, և տանջանք և բեկում և թախից, սև օրեր ես դեռ շատ կտեսնեմ, անունդ թող փարոս լինից, սուտ կյանքի և դառը մահուդեմ, տարիներ կսահեն, կմեռնեն երասները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեն, օրերում անհաստատ ու մոլոր, տարիներ կսահեն, կմեռնեն երասները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեն, օրերում անհաստատ ու մոլոր, տարիներ կսահեն, կմեռնեն երասները բոլոր, քո պատկերը անեղծ կպահեն, օրերում անհաստատ ու մոլոր, օրերում անհաստատ ու մոլոր. Բարեկամներ, շարունակվում է Հայաց Երևանից հաղորդաշարը բանաձայնի եթերում, իմ զրուցակիցն է գրականագետ Գևորգ Կեմինտերյանը։ Տարին տերյանական է եւ բնականաբար անկախ այն հանգամանքից պետությունը ինչքանով է նշում, չի նշում, բայց մենք հիշում ենք Տերյանին, մենք ապրում ենք Տերյանով եւ Տերյանի պատգամներն էլ այսօր շատ արդիական են։ Ինչ էր ասում Տերյանն այսօրվա համար։ Ցավոք այն հարցերը, որոնք արդիական էին 120 տարի առաջ, արդիական են նաև այսօր։ Այսինքն այն հարցերը, որոնք հուզում էին Տերյանին, հուզում են նաև մեզ այսօր։ Ցավոք մենք այս 120 տարվա ընթացքում էլի
բաներ են կորցրել եւ նաեւ մի երրորդ ցավոք էլ ասեմ, այն է, որ Տերյանի դեմ միջով այսօր այսպես պայքար է գնում, մասնավորապես Տերյանի այդ հայտնի կոնցեպտը հոգևոր Հայաստանը, որ Հայաստանը նյութական չէ, Հայաստանը ունի ոգի, ու ինչքան այդ ոգին ուժեղ է, այնքան կենսունակ է Հայաստանը, նյութական Հայաստանը։ Տերյանն ասում էր, որ սահմանների մեծությամբ չի որոշվում Հայաստանի ուժը, այլ ոգու ամրությամբ է որոշվում եւ եթե այդ ոգին չկա, ապա այդ սահմանները նյութական Հայաստանը դառնում է դիակ, դրա համար անհրաժեշտ է հոգևոր Հայաստանը։ Ցավոք մենք այսօր տեսնում ենք, որ քաղաքական հիմնական ուժը իշխող կուսակցությունը վարչապետի գլխավորությամբ անդադ ինչ որ թմկահարում այդ իրական Հայաստանի գաղափարը, որը չի ասվում դրա մասին, բայց դա ընդդեմ այդ հոգևոր Հայաստանի է էլի արվում։ Իհարկե իրենք ձևակերպում են դա որպես ընդդեմ պատմական Հայաստանի, բայց եթե խորը նայենք, կտեսնենք, որ այդտեղ հենց այդ հոգևորը կիսատ է մնում եւ ընդհանուր առմամբ այդ հոգևոր արժեքները, որոնք պետք է մեզ միավորեն, պետք է մեզ ազգ դարձնեն, ապահովեն մեր զարգացումը եւ այլն, դրանք անտեսված են այսօր։ Այսպես արհամարված վիճակում են գտնվում, բայց ես վստահ եմ, որ կգա դրա վերջը։ Տերյանն ասում էր՝ մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին։ Ինչ էր ասում այդտեղ։ Նույնիսկ եթե չեմ սխալվում, արգելված է եղել, չէ՞, որ ժամանակ այդ տողը։ Այդ բանաստեղծության առաջին երկու տողը հասկացել եմ, որ սա միանշանակ ռուսներին վերաբերող տողեր են, որտեղ վայրի արջի ցեղեր կարող լինեն միայն ռուսները, եւ առաջին երկու տողը երկար ժամանակ չի հրատարակվել, հրատարակվել է 60-ականների կեսերից սկսած, իսկ մինչ այդ իր Տերյանի քրոջ տղան Էդգար Հովհաննիսյանը կոմպոզիտոր այդ բառերով ուրեմն գրել է երգ, բայց քանի որ առաջին երկու տողը արգելված է եղել, մինչև հիմա այդ խմբերքը կատարվում է երկրորդ տողից սկսած, որպես Լեռն է մեր պայծառ, այդպես է վերնագրվում եւ հաճախ մարդիկ չեն հասկանում, որ սա ու այդ մի խառնեք մեզը նույն բանաստեղծությունն է։ Տերյանի կերպարը, Տերյանի գործունեությունը, Տերյանի պոեզիան, հոդվածները եւ այլն միշտ շատ ուշադիր էսպես խմբագրվել, սրբագրվել են։ Այն ժամանակ դա հասկանալի էր, որովհետեւ Խորհրդային Միությունը ուներ իր գաղափարախոսություն եւ ամեն ինչ պետք է համապատասխանեցվեր դրան։ Նույնիսկ եթե օրինակ ասենք Տերյանը գնահատվեր որպես սիմվոլիստ գրող, իսկ նա սիմվոլիստ է, իր հրատարակության խնդիրներն էին առաջացնելու, որտեղ սիմվոլիզմը համարվում էր հետադիմական բուրժուական, այսպես մանր բուրժուական ինչ-որ մի բան, արգելված եւ պախարակելի ուղղություն, ու նաեւ դրանով պայմանավորված, որ ինչ-որ գրականագետներ ապացուցում են, որ չէ, Տերյանը սիմվոլիստ չէ, հոգեբանական ռեալիզմ է սա, չգիտեմ ինչ է եւ այլն։ Ամեն դեպքում ոչ միայն Տերյանի պարագայում, այլև մեր մյուս բոլոր դասական գրողների, մեծերի համար անհրաժեշտ է, որ մենք ունենանք ակադեմիական հրատարակություններ, գիտական ճշգրիտ հրատարակություններ, որպեսզի տեսնենք մեր ամբողջ ժառանգությունը ողջ ուրեմն խորությամբ եւ պերճանքով։ Տերյանագիտությունն այսօր ինչով է հետաքրքրված, ինչն է առավել ուշադրության կենտրոնում պահում այսօր։ Տերյանը այսօր ամենից այսպես պահանջված հեղինակներից մեկն է, ամենից շատ այսպես հետաքրքրություն առաջացնող, օրինակ իր բառերով ամենաշատ երգերն են գրվում եւ դա եւ գալիս է իր տաղաչափությունից եւ լեզվից եւ թեմաներից արծարծող եւ այլն, բայց դա վկայություն է նրա, որ ինքը շարունակում է մնալ մեր, այսպես ասենք, ժամանակակից բառերով ասենք, top գրողների ցուցակում, տարբեր հեղինակներ, տարբեր մարդիկ, հետազոտողներ եւ այլն, տարբեր ուսումնասիրությունների մեջ անդրադառնում են Տերյանին, լինի դա, չգիտեմ, ֆուտուրիզմ, լինի դա տարբեր ուղղություններ, պատմական ինչ-որ բաներ եւ այլն, այսպես Տերյանը շատ տարբեր հետազոտությունների մեջ է ներկա,
որովհետև իր կյանքը եւ գործունեությունը շատ էսպես բազմաճյուղ էին, բայց կան առաջնահերթություններ, որոնք փորձում եմ ես անել։ Նախ ես առաջիկայում պատրաստվում եմ վերահրատարակել Տերյանի բանաստեղծությունները ճշգրտված տեքստերով։ Այդտեղ մի քանի սկզբունքային բաներ կան։ Նախ սովետական գրականագիտությունը որոշակի կանոններ ուներ կետադրելու, մեծատառեր դնելու, չգիտեմ ինչ անելու եւ այլն, որոնք փոխում են Տերյանի պոետիկան, այսինքն դրանք ավտոմատ փոխվել են։ Կան որոշակի վրիպակներ, որոնք համեմատաբար քիչ թիվ են կազմում, բայց դրանք կան։ Կան բանաստեղծությունների տարբերակներ, որոնք հրատարակված չեն, տպագրվել են մամուլում, դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից, եւ ամենակարևորը այն է, որ երբ որ մենք Տերյանին տպագրում ենք բանաստեղծությունների մի հատորով, մենք չենք տեսնում տերյանական պոետիկայի զարգացումը։ Այսինքն, երբ որ այդ Ջրբաշյանի խմբագրած գիրքը թերթում ենք, մեզ թվում է, որ բանաստեղծությունները սկզբում կատարյալ են, հետո դառնում են այսպես քիչ մշակված կամ գուցե սևագրություններ են դրանք կամ ինչ են, այնինչ ցեղասպանությունից հետո Տերյանի պոետիկան փոխվել է, որտեղ չի կարող աշխարհը կործանվել, իսկ տաղաչափությունը մնալ այսպես կատարյալ ինչ որ հեքիաթային բան եւ այդ փոփոխությունը չի երևում, բայց եթե դա հրատարակվի մասերով, մարդը ընթերցողը կհասկանա, կընկալի, որ սա ուրեմն այդ աշխարհի փլուզումը փլուզել է նաև բանաստեղծությունը։ Էլի բազմաթիվ բաներ կան, որոնք պետք է հրատարակել, կան անտիպ գործեր, որոնք պետք է հրատարակել, կան ուրեմն թարգմանություններ, որոնք հրատարակվել են, բայց նորից բանա մի խումբ կա, որ հիմա Տերյանի թարգմանությունն է հրատարակում, Բերտա Գարլանի վեբնա, Բերտա Գարլանը այդ վեբնա բանանում, պատրաստում հրատարակության, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ պետք է ավելի կարող ուժեր մասնակցեին, ավելի կազմակերպվածներ, ակադեմիական ինչ-որ բանիներ եւ այլն, ավելին մենք տեսնում ենք նաեւ ոչ միայն Տերյանի պարագայում, այլ նաեւ ընդհանրապես մեր գրականության պարագայում մենք տեսնում ենք, որ օրինակ մենք ունենք գրականության ինստիտուտ, որը կարելի է ասել, որ շատ այսպես կասկածելի գործունեություն է բանանում, այնտեղ չկա պլանավորում, այդ պլանավորածը ինչը կա իրենք չեն իրականացնում, դրա արդյունքում չեն ստեղծվում հայեցակարգեր, չեն ստեղծվում լուրջ աշխատություններ եւ այլն։ Եվ ես հույս ունեմ, որ այսպես Հայաստանի ընդհանուր այսպես վերանայման հայեցակարգում անպայման գրականության հանդեպ վերաբերմունքն էլ պիտի վերանայվի։ Հասկանալի է, եւ մեր զրույցի ավարտին դարձյալ վերադառնանք Տերյանի ծննդավայր, երբ է լինելու տուն-թանգարանի բացումը։ Ինչքան ես տեղյակ եմ, դա նախատեսվում է Տերյանական օրը, հուլիսի նախավերջին կիրակին։ Լինում են դեպքեր, երբ այդ, այսինքն ես տեսել եմ դեպքեր, երբ նախավերջին կիրակի փոխարեն արել են վերջին կիրակի օրը, բայց ես հույս ունեմ, որ այս տարի ըստ կարգի, ըստ ավանդույթի կլինի, չգիտեմ դա ինչ հետ է կապված, ինչ որ ենթադրություններ ունեմ, բայց թույլ տվեք չբարձրաձայնել, ըստ երևույթին դա լինելու է հուլիսի նախավերջին կիրակի օրը։ Հասկանալի է։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն նաև այն գործունեության համար, որ իրականացնում եք ընդհանրապես գրականության ոլորտում եւ հատկապես Տերյանի գործունեությունը հանրահարչակելու ուղղությամբ։ Պարբերաբար կհանդիպենք Վանաձայնի եթերում, տարվա ընթացքում վստահ եմ դեռ շարժիթներ կլինեն եւ կներկայացնենք ինչպես Վահան Տերյանին, այնպես էլ մեր մյուս մեծերին, որոնց գործունեությունը ձեր գրականագիտական հետաքրքրության շրջանակում է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Վահագն ջան հրավերի համար, կհանդիպենք։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն էր գրականագետ Գևորգ Էմին Տերյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի Վանաձայնի եթերում։ Հաջողություն։